FM 107-ի եթերում Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումն է, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր եթերում ավելացել են Ադրբեջանի օգտին գործող հայ լրտեսները։ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը պնդելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացմանը։ Ֆրանսիայի ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին քննարկելու է հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Այժմ այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն։ Վերջին շրջանում հաճախակիացել են հօգուտ Ադրբեջանի կատարված լրտեսության մեղադրանքով քրեական գործերը։ Երևանի կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում լրտեսության եւս մեկ գործ է հայտնվել։ Մեղադրվում է Հայաստանի Հանրապետության միանգամից 6 քաղաքացի։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Երևանի Նոր Քմարաշ համայնքի բնակիչ Կարեն Մեհրաբյանը այս տարի գտնվելով Թուրքիայում հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ։ Ըստ մեղադրանքի Կարեն Մեհրաբյանին հավաքագրել են ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցները, որոնցից Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մասին տեղեկություններ ձեռք բերելու վերաբերյալ, տեղեկացնում է Առաջին ԵՄ։ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը պնդելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացմանը։ Ադրբեջանական News Ազգայքի հաղորդմամբ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք հասարակական միության նախագահ Ֆարհադ Բայբադելին։ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների հանդիպումը տեղի կունենա կամ Մոսկվայում, կամ մեկ այլ քաղաքում։ Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք հանդիպել նաեւ զորքերի շփման գծում, ասել է նա։ Կողմերի միջև նման մի հանդիպում նախատեսվում էր անցկացնել Բեռլինում, ինչը սակայն տեղի չունեցավ։ Ֆրանսիայի ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի եւ հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Ինչպես Ֆրանսիայից հաղորդում է անկախ լրագրող Ժան Էքյանը, նույն այդ օրը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներն ազգային ժողովի շենքի մոտ ակցիա են անցկացնելու։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի ազգային ժողովի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։ Հուսով եմ, որ մենք կգնանք մինչև վերջ եւ Ֆրանսիան կլինի մարդու իրավունքների երկիր, ասել էր օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը։ Նոր օրինագծի համաձայն Ֆրանսիայում հայոց ցեղասպանությունը շղթողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում եւ 45,000 եվրո տուգանք։ Հանրապետությունում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով։ Դեկտեմբերի 14-ին հնարավոր է թույլ ձյուն, սակայն էական տեղումներ չեն սպասվում։ Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում, բուք եւ ցածր տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի Արարատյան դաշտավարում, մաղրախուղը կպահպանվի։ Հնարավոր է նաեւ մերկասառույց ավտոճանապարհներին։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո։ Հայաստանի երկու քաղաքացի Մոսկվայի քաղաքային բյուջեից հափշտակել են 100 միլիոն ռուբլի, որը հատկացվել էր դպրոցների ու մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման համար։ Ռուսական Metro News.ru-ի փոխանցմամբ հանցավոր խմբի մասնակիցները հաղթել են քաղաքի կրթօջախների կառուցման համար հայտարարված տենդերում, որից հետո պայմանագիր են կնքել ավելի քան 100 մանկապարտեզի ու դպրոցի վերանորոգման վերաբերյալ։ Այս ամենի համար քաղաքային բյուջեից հատկացվել էր 300 միլիոն ռուբլի։ Կեղծ փաստաթղթեր ներկայացնելուց հետո չարագործների հաշվի համարին էր ուղարկվել գումարի առաջին մասը՝ 100 միլիոն, որն էլ անմիջապես հափշտակվել էր։ Ոստիկանությունը փնտրում է հանցավոր խմբի այլ անդամների, իսկ հայերի դեմ հարուցվել է քրեական գործ։ 2011 թվականի ընթացքում նպաստից զրկվել է 18000 ընտանիք։ Այդ մասին այսօր հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, խոսելով նախարարության կողմից ներդրված նոր տեղեկատվական համակարգի առավելությունների մասին։ Նոր համակարգի նպատակը բացառելն է այն դեպքերը, երբ ընտանեկան նպաստ է տրվում մարդկանց, ովքեր դրա համար օրենքով նախատեսված չափանիշներին չեն համապատասխանում։ Հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 380 դրամով, եվրոն 493-ով, օդի ջերմաստիճանն այժմ -3 է։ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում եւ Facebook-ում, փնտրելով Arm Radio FM 107։ Իսկ այժմ խոսքը փոխանցում եմ իմ գործընկեր Արտակ Մուրադյանին, ով կներկայացնի օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը։ Շնորհակալություն Ժիրայր, հարգելի ռադիոլսողներ, Երևանում 18:06 FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է, ձեզ հետ է Արտակ Մուրադյանը։ Բարև ձեզ։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Արդյոք ծրագրային առումով կուսակցությունները խիստ տարբերություններ ունեն։ Որն է քաղաքացիական հասարակության անելիքը բանակում։ Իրավապաշտպանը պաշտպանում է մեզ, իսկ ով է պաշտպանելու իրեն։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես,
Համաշխարհային պրակտիկայում քաղաքական հասարակարգի անցումային փուլը պետության կյանքում 10 տարի է տևում։ Մեր երկիրն արդեն այդ փուլում է 20 տարի։ Պետության կառավարումը լուրջ մասնագիտություն է, կարելի է նմանեցնել մեքենա քշելուն։ Եթե հատուկ դասընթաց են անցնում դրա համար, ապա պետության կառավարման մեջ պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն կրթություն եւ փորձ, ասում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։ Հենց այդ պետական կառավարության գալու համար էլ նախընտրական փուլում պայքարող գործիչները միշտ էլ հայտարարել են դրանց թափանցիկ եւ արդար անցկացման անհրաժեշտության մասին։ Սակայն արդյունքը ապացուցել է հակառակը, ասում է փորձագետը եւ հավելում, որ քաղաքական գործիչներ չեն տեսնում իրականությունը։ Հին եւ նոր դեմքեր մեր քաղաքական դաշտում չկան նաեւ մարդիկ, ովքեր գնացել են, որպեսզի վերադառնան։ Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը չեն հեռացել քաղաքականությունից, որ հիմա խոսենք վերադարձի մասին, համոզված է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։ Վերջինս հավելում է նաեւ, որ կան պարզապես իշխանության մեջ գտնվող եւ իշխանության մեջ չգտնվող ազդեցիկ անձիկ։ Շատերն ընտրություններից առաջ կսկսեն խորհրդավոր քաղաքականություն վարել։ Այս ենթատեքստում հնարավոր դաշինքների կազմավորման վերաբերյալ յուրաքանչյուր հայտարարություն ուղղված է այս կամ այն քաղաքական ուժի գնի բարձրացմանը։ Գաղափարական առումով ոչինչ չկա, համոզված է փորձագետ Հարություն Մեսրոպյանը։ Իմացեք, ցանկացած հայտարարություն, ենթադրություն, կարծիք դաշինքների մասին ուղղված է այս կամ այն ուժի հնարավոր պոտենցիալը ավելացնելու, գինը բարձրացնելու։ Ոչ մի գաղափարական պետությունը այլ բարձրունքի բարձրացնել դրա տակը մի փնտրեք։ Շատ կոնկրետ խնդիր է։ Իսկ ծրագրային առումով կուսակցությունների մեծամասնությունը չի տարբերվում միմյանցից։ Դա պարզելու համար միայն անհրաժեշտ է փակել աչքերը եւ լսել յուրաքանչյուր կուսակցական ծրագիր, ասում է Հարություն Մեսրոպյանը։ Թե իմանաք, որ կուսակցության մասին խոսվում է, ինչ ուզում եք ասեք։ Դա ծրագրեր չեն, դրանք նպատակներ չեն, դրանք բաժակաճառեր են։ Ծրագիրը դա չի։ Ծրագիրը երբ կա ինչ մեխանիզմով փուլերի բաժանված որպես կանոն երամսյակային յուրաքանչյուր երամսյակի վերջում ինչ չափանիշներ պետքա հասնվեն պետության կողմից տարբեր ոլորտում եւ ամեն երամսյակը մեկ հանրությանը պետքա ասվի նայեք մեր ծրագրում այս երամսյակը պետքա լուծվեին 4 խնդիր առաջինը լուծված է չորրորդը լուծված է երկրորդը երրորդը ժողովուրդ ջան մի քիչ է մնացել այսպես հարցեր են խանգարել նման մոտեցում դուք տեսել եք Այդուհանդերձ պետք է ընդունել որ ընտրությունները մի գործընթաց է, որի շուրջ կարծիքները բազմազան են, իսկ քաղաքական դաշտում դրանք կարող են արտահայտվել նաև քաղաքական շահարկումների դաշտում, ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը եւ շեշտում, որ այս պահին հնարավոր չէ եւ սխալ է գնահատականներ տալը։ Նախընտրական արշավը պետք է որոշ չափով գոնե թափ հավաքի եւ գնա, որպեսզի դրա մասին հնարավոր լինի խոսել։ Իսկ այս պահին խոսել այն մասին, թե ընտրությունները հենց լինեն այդպեսին, նշանակում է դա խիստ սուբյեկտիվ չեմ պատկերացնում թե ինչ է պատասխանելու այդ տեսակետ արտահայտողը երբ հանկարծ բարձի որ ընտրությունները մեզ մոտ տեղի ունեցել ճիշտ է շատ նորմալ ձևով Ընտրական գործընթացում որքան էլ անկախ փորձագիտական գնահատական տրվի չպետք է նաև մոռանալ թե ում են ուղղված հենց այդ ընտրությունները եւ ովքեր են ընտրողները մենք հայաստանցիներս իսկ թե ինչ են մտածում մեր համակարգացիները ընտրական գործընթացի մասին փորձեցինք պարզել Երևանյան փողոցներում Կարմիր կողի իրակաշը երբեք կփոխի Մի քայլ առաջ կլինեն լավատեսությամբ լցված կարծում եմ որ որոշակի փոփոխություններ կլինեն Կարծում եմ երբ որ կյանքը առաջ է գնում անպայման նույն տեղում հաստատ չենք կանգնի բարեփոխումներ այսպես ասած կլինեն Համենայն դեպս հույս ունենք Չգիտեմ էլ ինչ ասեմ որովհետև չեմ հետևում բայց մի քայլ առաջ չենք լինի Չգիտեմ էլի ես մեկ հատ ասում եմ մեկ է ինձ էլի Ճիշտն ասած ես ընտրություններ չեմ հետաքրքրվում Նախընտրական քարոզարշավի մեկնարկին դեռ շատ ժամանակ կա եւ այս ընթացքում շատ են հնչելու շահարկումներ, կանխատեսումներ եւ կարծիքներ այն մասին, թե ինչ է լինելու եւ ինչպես։ Ուստի 100%-անոց վստահությունը այս ենթատեքստում անլուրջ է, ասում են փորձագետների մի մասը, իսկ մյուս մասը շարունակում է պնդել, որ այս ընտրությունները շատ ու շատ հեռու են լինելու այսօրվա հրապարակած ցանկություններից։ Այդուհանդերձ երկու խումբն էլ ի վերջո հայտարարում է ժողովրդական իմաստությունը։ Կապրենք կտեսնենք։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո Թեմայի շուրջ զրուցելու են քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Հրանտ, նյութի ընթացքում փորձագիտական կարծիք հնչեց, որ ծրագրային առումով կուսակցությունների մեծամասնությունը չի տարբերվում միմյանցից։ Ինչ գնահատական կարելի է տալ մեր քաղաքական դաշտի ծրագրային մոտեցումներին։ Հաճախ
ծանոթանալով կուսակցությունների ծրագրային գործունեությանը եւ այլն կարելի է տեսնել, որ շատ կուսակցություններ նույնիսկ նման գաղափարներ կամ տեսակետներ չունեն իրենց ծրագրային, թե տարածաշրջանում Հայաստանը ինչ քաղաքական խնդիրներ ունի լուծելու արտաքին քաղաքականության ոլորտում եւ այլն։ Այս տեսակետից սակայն նաեւ պետք է փաստել այն հանգամանքը, որ հիմնական հնչեցված կարծիքները եւ նաեւ մի քանի օր առաջ տեղ ունեցած քննարկման ժամանակ, երբ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները ասում էին իրենց առաջնահերթությունները, հնչեցին հիմնականում լոզունգային արտահայտություններ եւ կարծես թե կոնկրետ առաջարկներ արտաքին քաղաքականության ոլորտում չկա։ Օրինակ շատ են սիրում խոսել այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գերխնդիրը դա Արցախի հարցն է եւ ցեղասպանության հարցը։ Իսկ ինձ մոտ տրամաբանական հարց, եթե Աստված տա այդ օրը շուտ գա Արցախի անկախությունը ճանաչվի կամ ցեղասպանության հարցը, այո, միջազգայինորեն ճանաչվի եւ նա դառնա միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ։ Լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, ինչ այդ բaragane պետք է փակել արտաքին գործերի նախարարությունը ճանաչեց ցեղասպանությունը։ Այսինքն խնդիրը այն է, որ պետք է լինել մի քիչ ավելի գլոբալ խնդիրներ ներկայացվել եւ երկրորդ կարևոր փաստը, որպեսզի վերջապես Հայաստանը դառնա նախաձեռնող արտաքին քաղաքականության ոլորտում եւ մանավանդ մեր տարածաշրջանում։ Հրանտ Մելիք Շահնազարյանն էր եթերում։ Նրա այդ ամբողջական հարցազրույցը կարող եք լսել մեր թողարկումից անմիջապես հետո։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կրկին մտահոգել է բանակը։ Այստեղ լուրջ անելիքներ կան բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորելու առումով։ Նման կարծիքի է իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը։ Նրա խոսքով դաստիարակչական հոգեբանական լուրջ աշխատանքը պետք է տարվի ինչպես մատաղ սերնդի, այնպես էլ զինվորների հետ։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ նշել է, որ ճիշտ չէ միանշանակ ասելը, որ այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում։ Թեման մանրամասնում է Աննա Գզիրյանը։ Վերջին շրջանում բանակում տեղի ունեցած սպանության կամ ինքնասպանության դեպքերը պատճառ դարձան, որ հասարակությունը զինված ուժերի նկատմամբ իր ուշադրությունն առավել մեծացնի։ Բանակում արձանագրված դեպքերին զուգահեռ նաև ակտիվություն նկատվեց քաղաքացիական հասարակության շրջանում։ Տարբեր հարթակներում իրենց մտահոգություններն էին հայտնում այդ ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, բանակի խնդիրներով մտահոգված իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը նշեց, որ լուրջ անելիքներ կան բանակում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորելու առումով։ Մենք առաջարկում ենք իրավասու պետական մարմիններին այսպիսի երևույթների բացական դեմն առնելու համար։ Բանակը բարդ սոցիալական կառուցվածք ունի, ցանկացած ռազմական փորձագետ կարող է դա հաստատել։ Եվ ամենաառաջինը, որ բանակը դարձնում է բանակ, դա կենթանի ուժի հոգեբանական վիճակն է, ինչը մեր կողմից այսօր բանակի, բանակաշինության պատասխանատուների կողմից մի փոքր անտեսված է։ Պետք է բավարար պայմաններ ստեղծվեն, որ հայ զինվորը կարողանա դրսևորել իր հնարավորությունները, ներուժը ի նպաստ բանակաշինության։ Հայ զինվորին հատուկ է եղել հերոսությունը, հայրենասիրությունը, նվիրվածությունը։ Ահա այս հատկանիշները մենք պետք է ձևավորենք մեր մատաղ սերնդի մեջ, աշխատանք տանելով հենց դպրոցից, ասաց Խաչատուր Մարոզյանը։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Արմ ռադիոյի հետ զրույցում նշեց, որ բանակային խնդիրների մասին խոսելիս հարկավոր է նախ դրանց մասին տեղյակ լինել։ Բանակում բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ապահովման առումով աշխատանք արվում է, նշեց Դավիթ Ջամալյանը։ Ինստիտուցիոնալ առումով ամեն ինչ շատ վաղուց, շատ հստակ, ուրեմն արված է, բոլոր ուրեմն հրահանգները, ռազմահայրենասիրական դաստիարակության, բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտը ապահովելու նպատակով ամբողջ այդ ուրեմն իրավական, գաղափարական աշխատանք արվում է։ Խնդիրը ուղղակի ուրեմն այդ համակարգը արդյունավետ կենսագործելու մեջ է։ Ռազմական փորձագետը կարևորեց նաև պայմանագրային զինծառայողի ինստիտուտի կայացումը։ Այդ առումով միջանկյալ փուլում են գտնվում։ Իհարկե կան տեսանելի արդյունքներ, սակայն դեռ որոշակի ժամանակ է պետք, ասաց Դավիթ Ջամալյանը։ Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը նշեց, որ նախատեսում են առաջարկ ներկայացնել պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրանքից ստեղծվի վերլուծական իրավական կենտրոն։ Վերցնենք զորամասերից ստացված տվյալները, փորձենք անալիզ անել, տեսնել ինչն էր դրա պատճառը։ Պաշտպանության նախարարությանը կից պետք է օրենսդրության բարեփոխումներին ուղղված
աշխատանքներ տանել առաջ։ Խաչակիր կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանն էլ առաջարկեց բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները միավորել, ըստ նրա այդ պարագայում դրանց գործունեությունն առավել արդյունավետ կլինի։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ դրական համարեց այդ առաջարկը, նշելով, որ այստեղ պետք է փոքրինչ զգոն լինել եւ աշխատել բանակի հոգսերով խնդիրներով իրապես մտահոգված հասարակական կազմակերպությունների հետ։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Ով է իրավապաշտպանը, ինչ խնդիրներ ունեն իրավապաշտպանները Հայաստանում եւ որոնք են ձեռքբերումներն այս դաշտում։ Այս մասին խոսել են իրավապաշտպաններ Արտակ Կիրակոսյանն ու Արման Դանիելյանը, ներկայացնելով այդ մասին Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության ուսումնասիրությունը։ Իրավապաշտպանն այն անձն է, ով պաշտպանում է դիմացինի իրավունքները, նա օգտվում է իր իրավունքից պաշտպանելու այլոց իրավունքները, սակայն կան երկրներ, օրինակ Բելարուսը, որտեղ իրավապաշտպան կառույցների իրավասությունները սահմանափակվում են միայն իրենց անդամների իրավունքների պաշտպանությամբ։ Մենք փառք Աստծո այդ երկրների թվին չենք պատկանում, նշեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը։ Ունենք անգամ ձեռքբերումներ։ Այսօր Հայաստանում գործում է 13 հասարակական վերահսկողություն իրականացնող մարմին, ինչը ես ճիշտ ասած Բրիտանիայից բացի ուրիշ տենց երկիր չեմ լսել, որտեղ որ տենց լայն տարածում ունի ու ոլորտները բաժանած պետության հետ պաշտոնապես աշխատանք է դնում։ Ըստ նույն կազմակերպության համանախագահ Արտակ Կիրակոսյանի իրավապաշտպանական դաշտը Հայաստանում լուրջ առաջընթաց է արձանագրել 90-ականներից այս կողմ, մարդիկ ավելի շատ են սկսել պայքարել սեփական խախտված իրավունքները վերականգնելու համար։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ մարդու իրավունքների ոտնահարումների մասին, այդ թվում բանակում, այն տեղերում, որտեղ որ առաջ շատ վախենալու էր եւ այլն, բարձրաձայնում են շատ եւ շատ մարդիկ, նույնիսկ իշխանամետ, այսպես լրատվամիջոցներ եւ այլն եւ այլն։ Եթե ձեռքբերումներից խոսենք, դա շատ մեծ էական ձեռքբերում է։ Այդուհանդերձ ունենք խնդիրներ, այն է որոշակի հարցերում անարդյունավետությունը։ Նա հիշատակեց իրենց ուսումնասիրությունը կապված ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների հետ, որոնք ըստ հետազոտության գործում են ապօրինի։ Բոլորը ասում են, հա ճիշտ եք ասում, մի քիչ հակասահմանադրական է։ Նոր օրենքի նախագիծ կպատրաստենք մենք հեսա, նոր օրենքի նախագիծը պատրաստեցին այդ օրենքի նախագիծը գնաց կորավ, մարդիկ ապօրինի պահում են այդ հիմնարկները, դու ոչինչ չես կարող անել։ Դիտորդական խմբերի ստեղծումը պետական մարմիններին կից, այն է արդարադատության եւ կրթության նախարարություններ, ինչպես նաեւ ոստիկանություն, բավականին դրական դինամիկա են արձանագրել, ծայրաստիճան փակ համակարգերը հասարակության աչքի առջև բացելու ուղղությամբ, վերջում փաստեցին բանախոսները։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Դուք լսում եք FM 107-ը, եթերում է Արմ ռադիոյի հիմնական լրատվական թողարկումը, լսեք հաջորդիվ։ Ներդրողները շտապում են ազատվել եվրոպական բաժնեթղթերից, բորսաներում հոռետեսություն է տիրում։ Փարիզում ստեղծվել է Արևմտահայերի ազգային խորհուրդ։ Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը տեղեկատվության ազատությունն է։ Արդյոք մենք օգտվում ենք այդ իրավունքից։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Վերլուծելով Եվրամիության գագաթնաժողովի արդյունքները, ներդրողները սկսել են արագորեն ազատվել եվրոակտիվներից, փաստում է Եվրանյուզ հեռուստատեսությունը։ Եվրոպայի ֆոնդային շուկաներում ինդեքսների անկումն անցյալ երկուշաբթի կազմել է 2-ից 3%։ Ֆինանսական շուկաների վարքագծի վրա լրացուցիչ երկու գործոն է ազդել։ Առաջինը՝ Եվրոպական կենտրոնական բանկի դիրքորոշումը, որը պատնեշվեց Եվրամիության պետությունների պարտքային խնդիրներից, եւ երկրորդ՝ անվստահություն նախատեսված կոշտ խնայողության միջոցները կյանքի կոչելու կառավարությունների ունակությունների նկատմամբ։ Հոռետեսության իրենց մասնաբաժինն ավելացրին նաև ռեյտինգային գործակալությունները, որոնք հետընթաց են կանխատեսում կարճաժամկետ հեռանկարում։ Անհանգստության ևս մեկ առարկա է Եվրոպական կայունացման ֆոնդի միջոցների մնացորդի անբավարար ծավալը։ Գերմանական թերթերից մեկը մեջբերում է Ֆրեդ Բերգստենին, Վաշինգտոնում միջազգային էկոնոմիկայի ինստիտուտի ղեկավարին։ Նա ասել է. «Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդին հարկ է հենց հիմա նստել ինքնաթիռ ու մեկնել Պեկին»։ Սակայն մինչ Չինաստան թռչելը Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին չէր խանգարի լուծել որոշ տնային խնդիրներ, մասնավորապես համոզել ԱՄՆ ղեկավար Վերնախավին խոչընդոտել Եվրագոտում վարկերի տրամադրումը։ Եվրոպացի փորձագետները սկսել են խոսել նրա մասին, որ Վաշինգտոնը չի ցանկանում օգնել մրցակիցներին, չէ՞ որ եթե Եվրոպան վայր գցի պարտքային ճգնաժամի բեռը, 2-ից 3 տարի անց ԱՄՆ-ն իր չլուծված խնդիրներով կհայտնվի ֆինանսական շուկաների թիրախային խմբում։ Արդյոք այս վարկածոմ իրողության մաս կա, պատասխանում է միջազգային էկոնոմիկայի եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։ В своем
Արժույթի միջազգային հիմնադրամում ամերիկացիներն իհարկե կարևոր դեր են խաղում, սակայն արժույթի միջազգային հիմնադրամը հիմնականում միայն երաշխիքներ է տալիս, ըստ էության դա միայն սպեկուլյանտների փառատումն է։ Իսկապես հիմնական պայքարը ճգնաժամային երևույթների դեմ հենց եվրոպացիներն են վարում։ Ամերիկացիները, որոնք հայտարարում են այս ամենը, թերևս շատ են մտածում միայն իրենց երկրի մասին։ Դա իհարկե լավ է, սակայն չի կարելի գերագնահատել սեփական երկրի ներդրումը համաշխարհային զարգացման մեջ։ Եվրամիությունն ընդհանուր առմամբ ավելի պատասխանատու է վերաբերվում իր պարտքային խնդիրներին, չնայած ակնհայտ դարձած բացերի։ Առայժմ դեռ վաղ է դրամատիկացնել իրավիճակը Ամերիկայի նկատմամբ, սակայն ամեն ինչ կարող է պատահել։ Եվրոպացի լիդերներն ինչ-որ կերպ մոռանում են, որ Եվրագոտու երկրների ֆինանսական փրկության նրանց բոլոր միջոցները Մաաստրիխյան պայմանագրի կոպիտ խախտում է։ Փաստաթուղթն արգելում է Արժութային միությունը վերածել փոխօգնության դրամապանակի։ Լուրջ քաղաքական գործիչներից ոչ ոք ու երբեք խիստ չի հետևելու նրան, ինչ հենց իրենց են գրում, չգիտակցելով սեփական որոշումների հետևանքները։ Բնականաբար գրված կանոններից միշտ էլ շեղումներ են լինելու։ Հարց. ընթացիկ պահի այսպիսի շեղումը դա արդարացված ռիսկ է, որի համար հետո էլ չեն դատում, թե դա արդեն կանոն է դառնալու, իսկ դա արդեն կլինի ոչ ավելին, քան հետագա չարաշահումների համար սողանցք։ Ֆիսկալային միության կառուցումը, որի ստեղծման մասին էին պայմանավորվել գագաթնաժողովի մասնակիցները, պետք է ավարտվի 2012 թվականից ոչ ուշ։ Իրադարձությունների հաջող համադրության պարագայում դա միակ քայլը չի լինի ճգնաժամի հաղթահարման համար։ Շատ բարդ ու ձգձգվող պրոցես է առջևում տնտեսական ու քաղաքական ֆեդերալիզմին հասնելու համար։ Իսկ առայժմ այս նպատակը բարի ցանկությունների հարթույթից է։ Ժիրայր Ոսկանյանն էր մեր եթերում։ Շարունակում ենք թողարկումը։ Փարիզում դեկտեմբերի 10-ին կայացել է Արևմտահայերի 3-րդ համագումարը, որի շրջանակներում ստեղծվել է Արևմտահայերի ազգային խորհուրդ։ Դրա մասնակիցներն այսօր տեղեկացրել են խորհրդի նշանակության ու առաքելության մասին։ Եվ այսօր իմ գործընկեր Աննա Գզիրյանը նույնպես լսել է նրանց ու այժմ կպատմի նորաստեղծ խորհրդի մասին։ Խնդրեմ Աննա։ Ազգային խորհուրդն ունենալու է իր ենթահանձնաժողովները եւ զբաղվելու է արևմտահայերի խնդիրներով։ Եթե ավելի կոնկրետ, ազգային խորհրդի նպատակն է միջազգային իրավագետների օգնությամբ պարզաբանել եւ ներկայացնել արևմտահայերի ժառանգների իրավունքներն ու պահանջները։ Համագումարին մասնակցել են մտավորականներ, հասարակական քաղաքական գործիչներ Ֆրանսիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Արգենտինայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Հայաստանից եւ Ռուսաստանից։ Պատմական գիտությունների թեկնածու Վահան Մելիքյանի խոսքով մշակելու են այնպիսի ծրագրեր, տարբեր կառույցների հետ ստեղծելու են համագործակցության այնպիսի եզրեր, որոնք հնարավորություն կընձեռեն ներկայացնել արևմտահայերի շահերն ու պաշտպանել նրանց իրավունքները։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Արագած Ախոյանն էլ նշել է, որ ստեղծված կառույցը դեռ նոր է եւ դժվար է ասել, որ այն ներկայացնում է ամբողջ աշխարհի արևմտահայերի շահերը։ Եվ մեր նպատակն է, որ այն բոլոր հետարժված ուժերը, ովքեր որ կան, բոլորին համախմբել, դեռ վաղ է ասել, թե իսկապես բոլորը ընդգրկված էին, թե չէ, վաղ է, դրա մասին մենք չենք խոսում, մենք չենք ասում, որ սա ամենակատարյալն է եւ այլն, բայց ասում ենք, որ կոչ ենք անում նաեւ մնացածին, որպեսզի հավաքվենք, որովհետեւ չէ որ մեր բոլորիս նպատակը նույնն է։ Ներկայացրեց Աննա Գզիրյանը։ Տեղեկատվության ազատությունն այսօր դիտարկվում է որպես քաղաքացիական հասարակությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը։ Իրազեկ եւ ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորման, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը տեղեկատվության ազատությունն է։ Ելնելով այս ամենից արդեն 8 տարի է Հայաստանում գործում է տեղեկատվության ազատության մասին օրենքը։ Կարելի է նշել, որ վերջին շրջանում օրենսդրության կիրառման պրակտիկայում տեղի են ունեցել փոփոխություններ, որտեղ կիրառվել է դրական արդյունքներ։ Այս ամենի հավաստիությունը բարձելու համար անհրաժեշտություն էր առաջանում ստուգել, թե տեղեկատվություն տնօրինողները որքանով են իրականացնում օրենքի պահանջները, ինչպես են պատասխանում տեղեկատվություն ստանալու հարցումներին եւ որ ոլորտում են ավելի շատ բաց թողումները, որոնք պահանջում են անհապաղ լուծում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մայիս-հունիս ամիսներին իրականացրել է մոնիթորինգ, որի արդյունքում պարզել է, որ 50 տեղեկատվություն տնօրինող մարմիններից լավագույն արդյունքը ստացվել է Օշականի գյուղապետարանից։ Այստեղ իրենց հղված 4 գրավոր եւ 1 բանավոր հարցման ժամանակ տրվել է լիարժեք պատասխան։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը նշեց, որ այս անգամ բացասական արդյունք է ստացվել Այգեձորի գյուղապետարանից, քանի որ այստեղից բոլոր հարցումները թողվել են անպատասխան։ Զավեշտալին նաեւ այն է, որ ծավի
Գյումրի գյուղապետարանին 6 ամիս եւ 16 օր է անհրաժեշտ եղել պատասխանելու համար, որ իրենք չունեն ծառայողական մեքենա։ Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ դեռ պետական մարմինների կողմից կան անհիմն մերժումներ եւ որպես օրինակ մատնանշվել է պետական եկամուտների կոմիտեն, որը չէր պատասխանել իրավաբանի գրավոր հարցմանը, ասում է կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը։ Համապատասխան հրամանի համաձայն ձեզ չեն կարող տրամադրել տեղեկություն առանց անուն նշելու։ Հայ ինչքան ուզում է Google-ով sense ման եկեք ինտերնետում համապատասխան որոշում մեկը չի բերելու ոչ մի բան։ Նկատի ունեմ չի նշվում օրինակ որոշման անվանումը, չի նշվում համապատասխան իրավական նորմը, որի հիման վրա մերժվում է տեղեկությունը եւ անգամ եթե այս դեպքում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը իրականում այդ տեղեկությունը լինի գաղտնիք եւ տրամադրման ենթակա չլինի, այնքան ոչ պատշաճ, ոչ լիարժեք եւ սխալ է ներկայացվում տեղեկությունը կամ հարցումը, որ մեխանիկորեն ընկնում է խախտողների ցուցակում։ Երկամսյա հետազոտությունների արդյունքներով 10 դիմողների կողմից ուղարկվել է 250 հարցում, 50 տեղեկատվություն տնօրինող մարմիններին։ Դրանք հիմնականում եղել են մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ, հանրային նշանակության կազմակերպություններ եւ պետական կառավարման մարմիններ։ Հարցումները ուղարկվել են գրավոր փոստային առաքմամբ, իսկ մնացածը էլեկտրոնային եւ հեռախոսազանգերի միջոցով։ Ուղարկված 250 հարցումների միայն 56%-ին տրվել է լիարժեք պատասխան, սակայն մոնիթորինգի արդյունքները փաստել են այն մասին, որ տեղեկատվության ազատության ոլորտում առկա խնդիրները բազմաթիվ են։ Ամենամեծ խնդիրը դա պաշտոնյաների մոտ բաց թափանցիկ աշխատելու մշակույթի բացակայությունն է։ Որոշ դեպքերում կարող է լինել պատրաստակամություն, ցանկություն աշխատելու բաց եւ հրապարակային, բայց մշակույթի բացակայության պատճառով չլինի պատասխան։ Երկրորդ մեծ խնդիրներից, որ տեղեկատվության ազատության ոլորտում կա առհասարակ դժամկետների խնդիրն է։ Դա բավական լուրջ խնդիր է, որովհետեւ կամ դիմողները այն քաղաքացիներն են, ովքեր ունեն որևէ խնդրեմ, խնդիր լուծելու համար իրենց հարցումի միջոցով, կամ լրագրողները, ովքեր ունեն տեղեկացնելու եւ հրատապ տեղեկություն հրապարակելու պարտականություն եւ խնդիր ոչ միայն կոնկրետ դեպքերի համար, այլ նաեւ ընդհանուր տեղեկատվության ազատության վիճակի համար Հայաստանում։ Գևորգ Հայրապետյանն ասում է, որ պետական մարմիններին ուղարկված հարցերի պատասխանները շատանում են, բայց ժամկետները չեն փոփոխվում եւ խախտվում է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը։ Նման խնդիրների հետ չբախվելու համար կենտրոնի մասնագետները խորհուրդ են տալիս լրատվամիջոցներին եւ հատկապես քաղաքացիներին պասիվ չլինել իրենց տեղեկատվության ազատության սահմանափակման իրավունքների ոլորտում, առաջարկելով օգտագործել տեղեկատվության ազատության մասին օրենքը։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջարկում է հասարակությանն իր իրավասությունների սահմաններում վերհանել տեղեկատվության ազատության իրավունքների խախտումները, խտրականության դրսևորումները եւ օրենսդրական բացերը։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Հարգելի ռադիոլսողներ, ստուդիայում հյուրընկալել ենք ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լեաննա Դոյդոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մայիս-հունիս ամիսներին այս տարվա անցկացրել եք մոնիտորինգ տեղեկատվության ազատության ոլորտում հարցումներ անելով տարբեր գերատեսչությունների։ Ամփոփ պատկերը եւ ինչ ունենք այսօր։ Նախ ասեմ, որ վերջին մոնիտորինգը գնահատումը տեղեկատվության ազատության ոլորտի Հայաստանի Հանրապետությունում արվել էր 2004 թվականին եւ իհարկե անհրաժեշտությունը բնականաբար կար, որովհետեւ օրենքը կիրառման մեջ է մտել եւ գործում է 2003 թվականից, բավականին երկար տարիներ են անցել, մեր կենտրոնը բավականին շատ փոքայլեր է արել, որպեսզի նորմալ կիրառվի այս օրենքը, համապատասխան կիրառվի եւ ցանկություն կար եւ անհրաժեշտություն կար գնահատել, ինչ ունենք այսօր։ Արդյունքը այնքան էլ գոհացուցիչ չէր մեզ համար համեմատությունի համեմատ 2004 թվականին, որտեղ դրական տեղաշարժերը այն թափով չեն գրանցվել, ինչ չափով որ մենք կցանկանայինք։ Հիմնականում 250 հարցումներից դրական պատասխանները 56%-ն են եւ 30% անպատասխան մնացած հարցումներ, որը մեզ համար մտահոգիչ է դեռևս, այդ 30%-ը պետք է որ չլիներ։ Որ գերատեսչություններն են հիմնականում, որ սիրով պատասխանում են ձեր հարցումներին կամ որոնք են, որոնք խնդիր են առաջացնում։ Սիրով պատասխանելու խնդիրը չի, այլ պարզապես քաղաքական կամք եւ ուղղակի պատրաստակամություն եւ օրենքի Պարտավոր են պատասխանել։ Պարտավոր են ըստ օրենքի, օրենքը այնտեղ նշում է ովքեր են տեղեկատվություն տնօրինողները եւ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության օրենքը այդ ոլորտում միջազգային տարբեր երկրներում գործող տեղեկատվության ազատության
մասին օրենքներից բավականին լիբերալ է եւ այս օրենքում նաեւ մցրել է հանրային նշանակություն ունեցող կազմակերպություններին, ովքեր պարտավոր են նաեւ պատասխանել։ Իդեպ հենց մեր մոնիտորինգի արդյունքները ցույց տվեցին, որ ամենավատ արդյունքը ստացել են հենց հանրային նշանակության կազմակերպություններից, ինչպես օրինակ Armentel-ը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, մի շարք բժշկական հաստատություններ, կլինիկական հիվանդանոցը, որը շատ վատ արդյունք է գրանցել, Catering Group ընկերությունը, ով գերիշխող դիրք ունեցող է ճանաչվել, եւ նրանք մտնում են այդ օրենքի մեջ, որոնք պարտավոր են տրամադրել, քանի որ հանրային նշանակության գործառույթներ են իրականացնում։ Բայց նրանցից հենց այս մոնիտորինգի ընթացքում 5 տարբեր խմբեր էին տեղեկատվություն տնօրինողները բաժանվում, պետական կառավարման մարմիններ, որոնց մեջ ներառվել էին նախարարությունները, ոստիկանությունը, ազգային ժողովը, այս խմբում ամենավատ արդյունքը ցույց տվեց ազգային ժողովը եւ ոստիկանությունը, որոնք շատ վատ էին պատասխանել արդյունքները։ Իդեպ նշեմ, որ ազգային ժողովին, երբ ժամկետների առումով ամենավատ արդյունքը ցույց տվեց 1 ամիս 16 օր ուշացումով մեզ տրամադրեցին ընդամենը մի նախադասություն տեղեկատվություն, այնինչ այդ նույն տեղեկատվությունը եւ շատ ավելի ծավալուն եւ մանրամասն մենք ստացանք գյուղապետարաններից շատ արագ ժամկետներ։ Լիանա, ինֆորմացիայի ազատության կենտրոնը հասարակական կազմակերպություն է։ Ստեղծվել է 2001 թվականին։ Ինչու եք չարչարվում եւ ինչու եք անցկացնում մոնիտորինգ։ Ինչ եք ուզում։ Մեր հիմնական նպատակը եւ մեր գործունեությունը հիմնական նպատակը դա է։ Մենք ստեղծվել ենք հենց միայն նրա համար, որպեսզի կարողանանք հենց այս օրենքը դեռևս երբ որ ստեղծվեցինք, օրենքն էլ չունեինք։ Մենք ամեն ջանք գործադրեցինք, միջազգային փորձ ուսումնասիրեցինք, որպեսզի նախ ունենանք օրենք տեղեկատվության ազատության մասին։ Ինչի համար, հա, ինչն էր իսապետ տեղեկատվության ազատությունը, որովհետև առանց տեղեկատվության մենք մեր այլ իրավունքները չենք կարող իրականացնել։ Ցանկացած ոլորտում, եթե ես չունեմ կրթության մասին տեղեկատվություն, ես տեղյակ չեմ պաշտոնական փաստաթղթերին, պաշտոնական որոշումներին, սոցիալական ապահովության ոլորտում, առողջապահության ոլորտում, ես չեմ կարող իրացնել իմ իրավունքը եւ տեր կանգնել իմ իրավունքին։ Եվ առաջնահերթ մենք համարում ենք մեր նպատակը, որ միմիայն ոլորտն ընդհանրապես ցանկացած ոլորտում տեղեկատվության մատչելիությունը կկարողանա ապահովել մյուս բոլոր իրավունքների պաշտպանությունը եւ ոչ միայն թափանցիկ եւ նորմալ կառավարություն եւ իշխանություն ունենալու համար։ Միջազգային փորձը ինչպիսին է տեղեկատվության ազատության ոլորտում, կան երկրներ, որտեղ փայլուն միջավայր է ստեղծված։ Չէ, ասի որ փայլուն միջավայր է ստեղծված, որովհետև ի վերջո ամեն ինչ զարգացման եւ դինամիկայի մեջ է դիտվում եւ անընդհատ փոփոխությունների եւ դրական տեղաշարժերի կարիք կա։ 86 երկիր բարբերաբար 86 երկիր այժմ ունեն տեղեկատվության ազատության օրենքը եւ բարբերաբար նաեւ մոնիտորինգներ արվում են, վերլուծություններ արվում են, թե որ երկրներում ինչ կերպ է առաջ գնում այդ օրենքի կիրառումը եւ ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Հենց մեր կենտրոնը, որը հասարակական կազմակերպություն է, անդամ է միջազգային տեղեկատվության ազատության միավորմանը, միությանը, այսպես ասեմ, որի անդամներ են 50-ից ավել երկրներ եւ ես ձեզ ասեմ, որ բոլոր այդ երկրներում են նախաձեռնողները հասարակական կազմակերպություններ, որտեղ ի վերջո իշխանությունը միշտ թաքցնելու բան ունի եւ միշտ էլ այդ պայքարը գնում է հասարակությունը ցանկանում է իմանալ, իշխանությունները փորձում են թաքցնել ինչ-ինչ։ Հայաստանում այնպիսի պարադոքսալ իրավիճակ է, հասարակական կազմակերպությունները հիմնականում սնվելով միջազգային դրամաշնորհներով եւ բավականին երբեմն լուրջ դրամաշնորհներով իրականացնում են ծրագրեր ավելի շատ թեթև հասարակական խնդրահարույց ոլորտներում։ Լուրջ տեղերում մենք ականատես ենք լինում այն ՀԿ-ների, որոնք անհայտ են։ Օրինակ չենք լռելու, որևէ մեկը չի տեսել այդ խմբի, այդ շարժման մասնակիցների դեմքը։ Ձեր պարագայում եւս մի տեսակ անհասկանալի է եւ հատկապես դուք ասուլիսուն մեղադրանք հնչեցրեցիք ԶԼՄ-ների հասցեին, որ հետամուտ չեն լինում ինչ-ինչ ծրագրերի եւ ես կուզենայի հարցնել, թե դուք
ինչ կերպ եք պատկերացնում կամ ինչ ձևաչափ եք տեսնում ԶԼՄ-ների հետ ձեր համագործակցության, ինչով եք դուք նպաստում ԶԼՄ-ների ազատությանը, անկողմնակալությանն ու օբյեկտիվության դրսևորմանը։ Մի քանի հարց բարձրացրիք, նախ ընդհանրապես ասեմ, նման նախաձեռնությունները միշտ էլ քաղաքացիական տարբեր երկրներում քաղաքացիական հասարակությունից են գալիս եւ իրոք հասարակական կազմակերպություններն են անում այդ բոլորը։ Միջազգային դոնոր կազմակերպությունները իհարկե ֆինանսավորում են եւ նաեւ այս մոնիտորինգն են ֆինանսավորել, բայց դա ամենևին չի նշանակում, որ սեփական նախաձեռնությամբ ոչ մի գործողություններ մեր կողմից չեն արվում, կապված ոչ միայն ֆինանսների հետ։ Այսինքն շատ դեպքերում մենք պետական կառույցների հետ համագործակցելով այժմ հենց հիմա օրինակ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցելով, որևէ ֆինանսական միջոցներով չի արվում, անցկացնում ենք տեղեկատվության ազատության ուսուցումներ համայնքային ծառայողների համար, նույնը արել ենք նաև դատախազության աշխատակիցների համար եւ այլն, այսինքն պարբերական նախաձեռնություններ, որ արվում են, դա ես նորմալ եմ գնահատում եւ դա գնահատում եմ որպես քաղաքացիական հասարակության ակտիվություն։ ԶԼՄ-ների հետ կապված ոչ թե մեղադրանք, այլ առավել շատ կոչ համագործակցության եւ ոչ միայն համագործակցության, այլ ընդհանրապես տեղեկատվության ազատության օրենքի կիրառման կոչ էր իմ ասածը, որպեսզի նրանք ավելի շատ հարցումները գրավոր ուղարկեն, կիրառեն այս օրենքի պահանջները, ինչպես պիտի ձևակերպել հարցումը, որպեսզի կարողանանք հետամուտ լինել հիմնավոր պատասխաններ ստանալու, հետագայում բողոքարկելու կամ դրանք ապացուցելու հիմք ունենալու։ Բայց ոլորտներ կան, որոնք գաղտնիություն են իրենց մեջ պարունակում եւ ոչ էլ պարտադիր է, որ Այո, օրենքի 8-րդ կետը մեր տեղեկատվության ազատության հստակ նշում է այն հիմքերը եւ այն մերժման հիմքերը, որով տեղեկատվություն տնօրինողը կարող է չտրամադրել տվյալ տեղեկությունը։ Իհարկե կան եւ առանձին նաեւ օրենքներ մենք ունենք պետական գաղտնիքի մասին օրենքը, առևտրային գաղտնիքը, բանկային գաղտնիքը եւ այլն, որոնք կա։ Ուրիշ խնդիր է, որ երբեմն շատ տեղեկատվություն տնօրինողներ դրանց տակ օրինակ առևտրային գաղտնիքի տակ մենք նման դատական գործեր ունեցել ենք բազմիցս եւ մեկը, որը շատ ավելի աղմկահարույց էր, 3 տարի շարունակվեց, հենց նույն առևտրային գաղտնիքը։ Ինչպես օրինակ, մենք դիմում ենք ՊՕԱԿ-ներին պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը ֆինանսավորվում է մեր գումարներով, հանրությունից ստացված հարկերի, եւ խնդրում ենք տրամադրել, թե այս պետական բյուջեից ստացված գումարները ինչ կերպ են ծախսվել, ում հետ են կնքվել պայմանագրեր, ուր են գնացել այդ փողերը, մեզ ասում են, որ դա առևտրային գաղտնիք է։ Եվ ի վերջո մենք կարողացանք դատարանով ստանալ այդ տեղեկությունները, դատարանը համարեց, որ պատասխանը անհիմն է։ Որն է ձեր պատկերացրած այդ երազելի տեղեկատվության ազատության միջավայրը։ Ինձ համար կոնկրետ, քանի որ ես ինքս ավելի շատ էլեկտրոնային կառավարման, ֆանտաստիկ չի իհարկե, ես ավելի շատ էլեկտրոնային կառավարման կողմնակիցն եմ եւ էլեկտրոնային միջոցները հենց տեղեկատվության դաշտում օգտագործելի կողմնակիցն եմ եւ ինձ համար էլեկտրոնային դաշտում ինչ ասենց կտեսնենք եւ այնտեղ մի բան էլ մեր մասը չէ, պետական պաշտոնական կայքերում ինձ համար շատ ավելի իդեալական կլիներ, որը մենք կոչում ենք պրոակտիվ գործունեություն, որ իրենք հենց տեղեկատվություն տնօրինողները, պետական մարմինները, իրենց իսկ կամքով, ինչպես օրենքը պարտադրում է, իրենց իսկ կամքով, իրենց տրամադրության տակ եղած ինֆորմացիան տեղադրեն իրենց կայքերում։ Եվ ես կարողանամ մի օրինակ ուղակի, երբ ես անցյալ տարի Բուդապեշտում հավաքվել էինք մեր ոլորտի փորձագետներով, բոլորը շատ հանգիստ խոսում էին գույքի եւ եկամտի հայտարարագրերի մասին եւ հանգիստ մտնում էին իրենց կայքերում եւ բոլոր պաշտոնյաների գույքի եւ եկամտի հայտարարագրերը ցուցադրում էին, ներկայացնում են, ես ցավոք սրտի չկարողացա դա անել, որովհետեւ մենք չունենք այդպիսի տեղեկատվություն։ Իմ համար դա իդեալականը կլինի։ Փորձենք։ Շնորհակալություն, հարգելի ռադիոլսողներ, մենք զրուցում ենք ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիաննա Դոյդոյանի հետ։ Կենսաբազմազանության կայուն կառավարումը հարավային Կովկասում ծրագրի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Հայաստանի կառավարության հետ համատեղ իրականացնում են Հայաստանի անտառածածկի ճշգրտումը հեռահար զոնդավորման միջոցով։ Ծրագրի շրջանակներում աշխատանքները սկսվել են այս տարվա ամռանը եւ շարունակվելու են մինչեւ 2013 թվականը։
Կենսաբազմազանության կայուն օգտագործման եւ կառավարման նախապայման է ունեցած ռեսուրսների մասին ճշգրիտ որակական եւ քանակական տվյալները։ Այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել համակողմանի մոնիտորինգի համակարգ։ Իսկ ահա ազգային մոնիտորինգի համակարգ ստեղծելու պարտավորությունը բխում է ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայից, որը ստորագրվել է Հայաստանի կառավարության կողմից 1993 թվականին։ Ըստ այդմ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհերը նշեց, որ այս ծրագրի նպատակը հետևյալն է՝ աջակցել Հայաստանին անտառածածկ տարածքների մոնիտորինգի համակարգի մշակման հարցում ժամանակակից տեխնոլոգիաների հեռահար զոնդավորման միջոցով, այսինքն արբանյակային պատկերների վերծանմամբ, պարզաբանեց Թոմաս Էբերհերը։ Փորձում ենք ապահովել, որպեսզի կենսաբազմազանությունը կառավարվի կայուն ճանապարհով, ինչը կբերի նրան, որ էկոհամակարգից չի վերցվի ավելին, քան այդ էկոհամակարգը կարող է տալ։ Սա ուրեմն առավել նոր, այսինքն ամենանորագույն տեխնոլոգիան է, որը մշակվել է անցյալ տարի եւ հիմա լայնորեն օգտագործվում է Եվրոպայում, ինչպես նաեւ այլ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում։ Հայաստանում արդեն իսկ գործող մոնիտորինգային համակարգում ներառելով նորագույն այս մեթոդը կնպաստի գործընթացի ավելի արդյունավետ իրականացմանը։ Իր հերթին նշեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։ Մենք ունենք անտառների մոնիտորինգի կենտրոն, մեզ համար անտառների պահպանումը եւ նրանց նկատմամբ, նրանց օգտագործման նկատմամբ վերահսկողությունը պետական մասշտաբով ֆիքսված խնդիր է։ Այս գործիքը մեզ հնարավորություն կտա ավելի քիչ ծախսերով, եսի նկատում եմ ռեսուրսների ծախսերով, ավելի ժամանակակից մեթոդոլոգիայով եւ տեխնոլոգիական ժամանակակից հնարքներով իրականացնել մոնիտորինգը։ Որ մեր աշխատանքը սրանով չի ավարտվում, սա մի ընթացիկ ներկայացում է, տարաշերտ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների հնարավորություն է տալիս ծրագրային փաթեթը, ինչով մենք կզբաղվենք առաջիկա ամիսներին։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության փորձագետ Այսեր Ղազարյանը կոնֆերանսի ընթացքում ներկայացրեց այս տեխնոլոգիայով իրականացված մի քանի ամիսների աշխատանքների արդյունքները, որտեղ ակնհայտ դարձան մի շարք անճշտություններ։ Մասնավորապես Հայաստանի օրենսգրքում անտառածածկ տարածքների զբաղեցրած թիվը չի համապատասխանում հեռահար զոնդավորման միջոցով իրականացված արդյունքների թվին։ Իրականում Հայաստանի անտառածածկ տարածքների թիվն ավելի շատ են, քան գրանցված էր, ու դեռևս հստակեցված չէ, թե այս տարածքներից որքանն է զբաղեցնում կոճղաշիվայինը, որքանը մատղաշը եւ որքանը չորացած տարածքը։ Փորձագետի խոսքով վերոհիշյալ շեղումները հայտնաբերվել են, քանի որ սովետական միության տարիներին եւ դրանից հետո իրականացված մոնիտորինգի ժամանակ չի եղել այսպիսի տեխնոլոգիա, որը թույլ կտար ճշգրիտ տեղեկություններ գրանցել։ Նախին խորհրդային պետության մեթոդիկայի անճշտությունները, որոնք առկա են եղել, վերաբերվում է անտառի վերին գոտու, ուրեմն դեմարկացիոն աշխատանքներին, շատ դեպքերում աշխատանքը թեթևացնելու համար նրանք ուղիղ էին անցնում եւ որոշակի անտառային տարածքներ դուրս են մնացել։ Հենց այս մեթոդիկաները եւս կատարելագործել են, որպեսզի այս իրավիճակը նվազեցնենք մինիմումի։ Ծրագրի ղեկավարի խոսքով հավաքագրած տեղեկությունները հիմք են հանդիսանալու կառավարության հետագա որոշումների համար, թե որ տարածքներում է անհրաժեշտ կատարել անտառատունք կամ որ հատվածը պետք է պահպանվող հատվածներից անցնի արդյունաբերական օգտագործման եւ հակառակը։ Անտառածածկ տարածքների մոնիտորինգի աշխատանքները շարունակվելու են եւս 1.5 տարի, իսկ դրանց ավարտին կստանան վերջնական արդյունքները, որոնք էլ կներկայացվեն կառավարությանը։ Այնուհետև տվյալները կգրանցվեն Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության եւ պահպանման մասին օրենքում։ Նունե Ավետիսյան, Արմ ռադիո։ Թափառող կենդանիների թիվը տարեց տարի ավելանում է։ Դրա հետ մեկտեղ ավելանում են սպառնացող վտանգները բնակչության համար։ Եվ ոչ միայն շան ագրեսիվ պահվածքի տեսքով, այլ նաև սանիտարահիգիենիկ տեսանկյունից։ Սակայն արդյոք պետության կողմից ձեռնարկվող միջոցներն այս ուղղությամբ տալիս են դրական արդյունքներ, եւ արդյոք այդ միջոցները մարդկային են ու պակաս ագրեսիվ։ Ամեն անգամ փողոցում վիրավոր կենդանի տեսնելով ավելի շատ խղճում ես նրան, քան ցանկանում սպանել։ Քաղաքակիրթ միջոցներից մեր երկիրը ձեռք չէ սպանելու փոխարեն կենդանիներին ստերիլիզացնում են, կասեցնելով հետագա բազմացումը։ Բայց արի ուտես, որ նախապատվությունը միևնույն է տալիս են սպանություններին։ Այս խնդիրներն են բարձրաձայնում կենդանիների պաշտպանները։ Propose կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության ղեկավար Նարե Արամյանը եւ Dingo կենդանասեր կամավորների թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը։
Շուրնուխը փոքրիկ փողոցային շնիկ էր։ Ձմեռվա սառնամանիքին կոտրված ոտքով մնացել էր փողոցում։ Մի խումբ երիտասարդներ տեսնելով, որ վազել չի կարողանում, իրենց պիտբուլ ցեղատեսակի շանը բաց էին թողել նրա վրա։ Արդյունքում շնիկի վիճակն էլ ավելի էր վատթարացել։ Բարեբախտաբար մի խումբ կենդանիների պաշտպան երիտասարդների շնորհիվ նա ստանում է բուժօգնություն եւ կազդուրվում է։ Բացի այդ օրը Շուրնուխը նաեւ որդեգրվում է մեծ ընտանիքում։ Դինգո կենթանասեր կամավորների թմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ Շուրնուխի նման 8 ամիսների ընթացքում 220 փողոցային շների ցուցաբերվել է համապատասխան օգնություն եւ բժշկական, այդ թվում նաեւ ստերջացման եւ որդեգրման։ Սակայն ինչպես նշեց Propose կենթանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության նախագահ Նարե Արամյանը, բացի կամավորական խմբերից պետության կողմից նույնպես իրականացվում են թափառող շների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում աշխատանքներ։ 2006-ից 2011 թվականներին իրականացված աշխատանքների արդյունքում 135,000 շնից 35,000-ը ստերջացվել են եւ 100,000-ը սատկացվել։ Սակայն պարզվում է, որ հաշվետվությունը չի համապատասխանում իրականությանը։ Պետության միջոցները չեն ծառայել բուն նպատակին։ Նարե Արամյանի խոսքով թափառող շների ոչնչացման հետևանքով ոչ միայն չի լուծվում հիմնախնդիրը, այլև հանգեցնում է գլխաքանակի ավելացմանը եւ նաեւ ագրեսիվացմանը։ 2006 թվականից յուրաքանչյուր տարի պետբյուջեից հատկացվում է 180 միլիոն դրամ թափառող շների հիմնախնդիրների լուծման համար, սակայն հատկացված գումարին համապատասխան աշխատանքներ չի կատարվում, քանի որ թափառող շների գլխաքանակը ոչ միայն չի պակասել, այլև հակառակը ավելացել է։ Երևանի քաղաքապետարանի բոլոր ջանքերն ուղղված խնդրի լուծմանը հանգեցրել են միայն խնդրի էլ ավելի սրման։ Նրանք 6 տարի շարունակ անհասկանալի գումարներ են ծախսում, քանի որ նրանց ներկայացրած 120,000 շան նկատմամբ, հետևաբար իրենց տված տվյալներից մենք հիմա պետք է ունենենք միայն ստերջացրած շներ, այն էլ այս տարիների ընթացքում ընդամենը 1000 հատ։ Այն դեպքում մենք տեսնում ենք չստերջացված, ավելի ջղային եւ ագրեսիվ շներ, որոնք իսկապես գլխականակով աճ են ունեցել։ Կամավորական խմբերի կազմակերպիչները նշեցին, որ այս տարիների ընթացքում իրենք դիմել են Երևանի քաղաքապետարան հիմնախնդրի առավել արդյունավետ լուծման առաջարկություններով, սակայն անընդհատ ստացել են նույն պատասխանը։ Խփել ենք, խփում ենք եւ պետք է խփենք։ Իր հերթին Օվսաննա Հովսեփյանն էլ հավելեց, որ թափառող շների հիմնախնդրի լուծման նպատակով կատարված աշխատանքները անօգուտ են, քանի որ խնդրով զբաղվողներն ընտրում են առավել ձեռնտու տարբերակը։ Կրակոցները շատ ավելի էժան են նստում, քան ստերջացումը, դրա համար իրանք ընտրում են այդ։ Տալիս են ստերջացման տվյալներ, բայց կրակում են, հետեւաբար ամեն շան մեջ մոտավորապես 10,000 դրամ փույչ է գնում էլ։ Կազմակերպության ղեկավարները նշեցին, որ թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծման վերաբերյալ պատրաստվում են մի շարք քայլեր կատարել։ Գալիք տարվա հունվարի երկրորդ կեսին ազգային ժողով են ներկայացնելու նախագիծ, որի մեջ ներառում են Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժանությունն արգելել օրենսդրությամբ, ինչպես նաև պատիժ սահմանող հոդվածի կիրառում։ Նունե Ավետիսյան, Arm Radio։ Թողարկման այս հատվածում սպորտային լուրեր Հրայր Նազարյանի հետ։ Կրկին ողջունում ենք Arm Radio-ի նոր միացած ունկնդիրներին եւ ներկայացնում առավել ուշագրավ մարզական տեղեկությունները։ Ստուդիայում է Հրայր Նազարյանը։ Լսեք այս թողարկման ընթացքում։ Վարուժան Հակոբյանը հաղթել է համաամերիկյան մրցաշարում։ Ֆուտբոլիստները նաեւ բարեգործ են։ Հայաստանի առաջին հակադոպինգային առաքելությունը։ Այժմ այդ եւ մյուս իրադարձությունների մասին առավել մանրամասն։ ԱՄՆ տղամարդկանց հավաքականում հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 8 հնարավորից 7 միավորով առաջինն է ճանաչվել Ֆլորիդա նահանգի Օրանժ քաղաքում ավարտված ամերիկյան բաց մրցաշարում։ Շախմատային այդ ստուգատեսին հաջող են մասնակցել նաև գրոսմայստեր Մելիքսեթ Խաչյանը եւ FIDE-ի վարպետ Հարություն Հակոբյանը, որոնք հնգական միավորով համապատասխանաբար 5-րդ եւ 8-րդ տեղերն են գրավել 28 մասնակիցների հաշվարկում։ Հայ մեկ այլ գրոսմայստեր Հրար Սիմոնյանն էլ 3-րդ մրցանակն է նվաճել Բուդապեշտ անցկացված առաջին շաբաթօր անվանումով մրցաշարում։ Նա 1.5 միավոր է զիջել առաջինը ճանաչված ռուս միջազգային վարպետ Միխայիլ Անտիպովին, իսկ բրազիլիահայ գրոսմայստեր Գրիգոր Սևակ Մխիթարյանը 4 տուրից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում Բրազիլիայի շախմատի առաջնությունում։ Նա կես միավոր է զիջում առաջին տեղում ընթացող Ռաֆայել Լեյտաոին։
Էլինա Դանելյանը 10-րդ տեղն է զբաղեցրել Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի կայծակնային շախմատի մրցաշարում, որին մասնակցեցին 16 մարզուհիներ։ Մեր հայրենակցուին 15 հնարավորից վաստակեց 7 միավոր։ Համանման արդյունքով ելույթներն ավարտեցին նաև ամերիկուհի Աննա Զատոնսկիխը եւ չինուհի Ցզուй Վենցյունը։ Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող Էլմիրա Սկրիպչենկո Աղաբաբյանը 6 միավորով 12-րդ տեղում է, իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց 11.5 միավոր վաստակած չինուհի Հոու Իֆանը։ Հիշեցնենք, որ այս մրցաշարի նախորդած արագ շախմատի մրցմանը Էլինա Դանելյանը գրանցել էր վերջին արդյունքը։ Տղամարդկանց կայծակնային խաղի մրցաշարում հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Ստեփանակերտում կայացած Արցախի ազատամարտիկների միության 5-րդ համաժողովից հետո գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայրենյաց պաշտպան մեդալով է պարգևատրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Արցախում պարբերաբար բարեգործական միջոցառումներ իրականացնելու համար արժանացել է ԼՂՀ վարչապետի մեդալին։ Բարեգործությունից զերծ չեն մնացել նաև համաշխարհային ֆուտբոլի աստղերը։ Զիդանը, Ռոնալդոն, Ֆիգուն, Սալգադոն, Կանավարոն եւ այլ հայտնի խաղացողներ Համբուրգում աղքատության դեմ պայքարի ծրագրով հանդիպում են անցկացրել տեղի ակումբի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից կազմված թիմի դեմ եւ հաղթել 5-4 հաշվով։ Խաղից ստացված հասույթը կփոխանցվի հյուսիսարևելյան Աֆրիկայի սովյալներին։ Մեքսիկական Մոնտերեյը 3-2 հաշվով հաղթելով Աֆրիկայի չեմպիոն Թունիսի Էսպերանսեին 5-րդ տեղն է գրավել Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում։ Այս մրցաշարի գլխավոր իրադարձությունները դեռ առջևում են։ Դիլիջանի Իմպուլսի եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանի Բելարուսի Բատե տեղափոխվելու շուրջ բանակցությունները թեւակողել են ֆինանսական մանրամասների հստակեցման փուլ։ Այդ մասին նշել է Բադոյանի շահերը ներկայացնող Կարեն Մուրադյանը, հուսալով, որ առաջիկայում առկա հարցերը կհստակեցվեն եւ 22-ամյա ֆուտբոլիստը եռամյա պայմանագիր կկնքի։ Հիշեցնենք, որ այս տարի Բադոյանը նորամուտը նշեց մեր երկրի ազգային հավաքականում։ Անգլիական Չելսին այլևս ակնկալիքներ չունի իսպանացի արձակվող Ֆերնանդո Տորեսից, որին պատրաստ է վաճառել ընդամենը 20 միլիոն ֆունտ ստերլինգով։ Որպեսզի պարզ լինի, թե ինչու ընդամենը, նշենք, որ այս տարվա սկզբին Չելսին Տորեսի համար 50 միլիոն ֆունտ էր վճարել Լիվերպուլին, սակայն իսպանացին այդպես էլ չմերվեց լոնդոնցիների խաղաոճին եւ ընթացիկ մրցաշրջանում միայն 5 գոլ է խփել, որից 2-ը Չեմպիոնների լիգայի խաղում բելգիական Գենկի դարպասը։ Ավելորդ չէ նշել, որ Չելսին շաբաթ 150,000 ֆունտ ստերլինգ աշխատավարձ է վճարում Տորեսին։ Այս ժամին առանձնացրել ենք այսքանը, իսկ օրվա մարզական անցուդարձի հնարավորինս ամփոփ պատկերը կներկայացնենք երեկոյան լուրերի հիմնական թողարկման ընթացքում։ Եվ վերջում Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը միջազգային ճանաչում է ձեռք բերում։ Օրերս դոպինգ սպաներ Կարեն Ստեփանյանը եւ Դավիթ Մոսինյանը արգելված խթանիչների հայտնաբերման ուղղված ստուգում են անցկացրել ռուս մարզիկների շրջանում։ Դա մեր երկրի ներկայացուցիչների պատմության մեջ առաջին միջազգային առաքելությունն էր։ Այդ մասին ահա թե ինչ ասաց ՀԱՕԿ-ի հակադոպինգային եւ վերականգնողական բժշկության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանը։ Վերջերս 2 հայ դոպինգ սպաներ ստուգումներ անցկացրեցին Ռուսաստանում, ինչպես են նրանք կատարել իրենց առաքելությունը եւ չեն ծագել արդյոք բարդություններ։ Բացարձակ բարդություններ չի ծագել, արդեն նմուշները ուղարկել են Գյորնի լաբորատորիա, ամեն շատ նորմալ է անցել։ Իսկ ում են ստուգում նրանք, որ իրենց կարծեմ առաջին առաքելություններ, չէ՞։ Հա, առաջի առաքելություններ, 4 հատ ռուսական հավաքական թմի անդամներ, հունարոմեական ուշամարտից։ Առաջիկայում նրանք արդյոք իրականացնելու են նոր առաջադրանքներ։ Սպասում ենք, քանի որ պայմանավորվածություն կա, որ մեզ կաջակցի Հունգարիայի հակադոպինգային կազմակերպությունը, որ բոլորի շատ է անում արտասահմանում նմուշներ, որը մեկի Բուդապեշտից, ընդեղ այդ հարցերը քննարկվել է։ Սպասում ենք, որ բացի բշամարտից նաև ատլետիկան շուտով կլինի։
Կուզենայի խոսեիք Բուդապեշտ կատարած ձեր այցի մասին, որն էր նպատակները ու ինչ հարցեր քննարկեցիք։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ընդդեղի հակադեպինգային կազմակերպությունը մեզ կօգնի ներկայացնել նախագիծ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրանտ ստանալու համար այս տարի, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինքն առաջարկել է, որ մենք նոր գրանտ տանք, իմաստը կլինի, որ մեր կազմակերպությունը ստանա միջազգային սերտիֆիկատ, այսինքն միջազգային ստանդարտին մոտենա։ Այս մի տարվա ընթացքում պետք է պատրաստվենք, սեպտեմբերին կգա իրանց կազմակերպության ներկայացումը եւ նաեւ նախատեսված է, որ մեր դոպինգ սպաները կմասնակցեն Եվրոպայի ռոսի առաջնությանը։ Իրապետում եք արդյոք հայ ծանրորդների որակազրկման հարցով նորություն։ Մենք արդեն այդտեղ կապ չունենք, դրանով միայն ֆեդերացիան է զբաղվում։ Այսքանով ավարտում ենք թողարկումը։ Մինչ հանդիպում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ Arm Radio-ի ստուդիայում աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։